Հիմնանորոգված փողոց, նորակառույց մարզադահլիճ ու մանկապարտեզ, տնակների խնդիր, վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Լոռիում է։ Վանաձորի մոտ 2 կիլոմետր երկարությամբ Սանկտ Պետերբուրգ փողոցը նախորդ 2 տարում է հիմնանորոգվել։ Ծրագրի ընդհանուր արժեքը 553 միլիոն դրամ է։ Վարչապետը բնակիչների հետ զրույցի ընթացքում առաջարկել է գովեստի խոսքերի փոխարեն խնդիրները ներկայացնել։ Բնակիչներին ամենից շատը մտահոգող է տնակների հարցն էր։ Փաշինյանն ուշադրություն է հրավիրել, որ պետության պարտավորություններն այն տնակների դեպքում են, որոնք գոյություն ունեն երկրաշարժի հետևանքով։ Վանաձորի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում կառուցվել է մարզադահլիճ, պետական բյուջեից հատկացվել է 224 միլիոն դրամ։ Ընթացքի մեջ են նաև դպրոցի հիմնանորոգման աշխատանքները։ Վարչապետի հաջորդ կանգառը սուբվենցիոն ծրագրով կառուցված համար 8 մանկապարտեզներ, ծրագրի ընդհանուր արժեքը 306 միլիոն դրամ է, որից 214 միլիոնը հատկացրել է կառավարությունը։ 5 տրիլիոն 318 միլիարդ դրամ կամ 13 միլիարդ 581 միլիոն դոլար։ Այսքան է Հայաստանի պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ, այն նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի համեմատությամբ աճել է 4.4%-ով։ Պարտքի կեսը ներգրավված է պետական դրամային պարտատոմսերի թողարկմամբ, ինչը Վահե Հովհաննիսյանի խոսքով կարևոր ձեռքբերում է։ Ըստ նախարարի, գործընկեր շատ երկրներ հետաքրքրվում են, թե ինչպես ենք մենք հասել այս մակարդակին, հաշվի առնելով, որ Հայաստանի կարգի երկրներում որպես կանոն ներքին պարտքը 20-ից 30%-ի շրջակայքում է լինում։ Հովհաննիսյանը բացատրել է նաև, թե ինչու է բյուջեն 5.5% դեֆիցիտով։ 5.5% դեֆիցիտի մի զգալի մասը օրինակ ուղղվում է մեր պաշտպանական ենթակառուցվածքների զարգացմանը։ Եվ ես որքանով հիշում եմ, այդ ժամանակաշրջանում բոլորը ոգևորությամբ եւ հիացմունքով խոսում էին նրա մասին, թե Հայաստանը ինչքան է մեծացրել իր պաշտպանության ուղղող ծախսերը։ Եվ ես կարծում եմ, որ դա արդարացված է այն առումով, որ մեր քաղաքացիները, բացի նրանից, որ իրականում այդ կարողությունները զարգանում են, մեր քաղաքացիները դրա հետևանքով ավելի անվտանգ են զգում։ Եվ կառավարությունը եւ ազգային ժողովը որոշել են, որ այդ ծախսը եւ այդ պարտքը ներգրավելը արժի նման բանի համար։ Պարտքի բացարձակ մեծությունը էական չէ, շատ զարգացած ու զարգացող երկրներ տրիլիոններով պարտք ունեն, բայց բոլոր երկրներում գործում է պարտքը նա հարաբերակցության սկզբունքը։ Մեր երկրի պարագայում 2024 թվականի արդյունքներով այն նվազել է 0.1%-ային կետով։ Բյուջեն 2018-ի համեմատ աճել է կրկնակիից ավելի։ Ամեն տարի Հայաստանի բյուջեի եկամուտներն աճում են միջինում 200 միլիարդ դրամով, պարտքի սպասարկման ծախսերն աճում են 20-ից 30 միլիարդ դրամով։ Վահե Հովհաննիսյանը պատասխանել է հարցին, թե ինչ ազդեցություն կունենա ամուլսարի գործարկումը ՀՆԱ-ի աճի վրա։ Նախնական հաշվարկներով, եթե այս տարի հանքը գործարկվի, ՀՆԱ-ի վրա 0.5%-ի ազդեցություն կարող է ունենալ։ Եվրոբոնդերի մասին մարտի սկզբին մեր երկիրը 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր է թողարկել 7.1% եկամտաբերությամբ։ Եվրապարտատոմսերի պահանջարկը 3 անգամ գերազանցել է թողարկման ծավալը։ Գավառի համար 5 հիմնական դպրոցի աշակերտները 2.5 տարի անց կրթություն կստանան ավելի հարմարավետ պայմաններում, շենքը վերակառուցվում է։ 306 աշակերտ ու նախակրթարանի 19 սան տեղափոխվել են մյուս մասնաշենք։ Այստեղ ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները կրթական գործընթացն անխափան շարունակելու համար։ Կրթօջախը կառուցվել է խորհրդային տարիներին, այս պահին ընթանում են դպրոցի 1 մասնաշենքի քանդման եւ ապաստարանի հիմքի փորման աշխատանքներ։ Դպրոցը վերակառուցվում է պետական միջոցներով, շուրջ 430 աշակերտի համար նախատեսված կրթօջախի շինարարության համար հատկացվել է 1 միլիարդ 900 միլիոն դրամ։ Սննդի անվտանգության ապահովման, անասնաբուծական արտադրանքի որակի, մրցակցության բարձրացման եւ մի շարք այլ կարևոր խնդիրների լուծման նպատակով կառավարության որոշմամբ մորթն իրականացվում է միայն Սպանդանոցում։ Սա հաշվի առնելով քարտ հիմնադրամը ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող Հայաստանում կենդանիների համարակալման եւ հաշվառման ծրագրով Վայոց ձորի մարզի Ագարակաձոր համայնքում հիմնել է խոշոր եղջերավոր կենդանիների փորձացուցադրական սպանդանոցային կետ բտման հարթակ։ Սպանդանոցային կետը գործում է 2024 թվականի դեկտեմբերից։ Այս ընթացքում անիպաս համակարգին է ներկայացվել 176 կենդանու սպանդի հաշվետվություն, որից 110-ը խոշոր եղջերավոր կենդանի է, 66-ը խոզ։ Սպանդանոցային կետը ծառայություն է մատուցում նաև հարակից համայնքներին։ Քանի որ արդեն մի քանի տարի Հայաստանում քննարկվում է բակային մորթն արգելելու հարցը, պետությունը որպես աջակցություն սուբսիդավորում է սպանդանոցային կետերի եւ շարժական սպանդանոցների ստեղծման ծախսերի մի մասը։
Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի հուլիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ նվազել է 0.4%-ով, կազմելով բարելի դիմաց $60.88։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ իջել է 0.5%-ով, կազմելով բարելի դիմաց $58.95։ Ոսկու միջազգային գինն աճել է 0.8%-ով եւ 1 ունցիայի դիմաց կազմել $3248։ Բիթքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ բարձրացել է 0.8%-ով եւ կազմել 1 հատի համար $97205։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ մայիսի 2-ի տվյալով ամերիկյան դոլարը միջինն արժեցել է 389 դրամ 41 լումա, եվրոպական արժույթի գինը կազմել է 441 դրամ 28 լումա, ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 71 լումա։